Շատ ժամանակ վերջը դա նույն սկիզբն է։ Շատ ժամանակ վերջը սկզբից առաջ է։ Դուք հասկացաք։ Այո։ Դե բացադրը։ Չասացի։ Շատ ժամանակ վերջը սկզբից առաջ։ Ունի վլոգի իր տրամաբանական սկիզբը եւ վերջը, եւ կա կենսաբանական ժամացույց։ Բայց հաշվը մեր մոտ միշտ մոտ է։ Դուք երևի նկատել եք ոչ տրամաբանական ժամերին, օրինակ ցերեկի 3-ին կամ 4-ին, բայց մի ցերեկը չէ, 3-ը 4-ը, մի գիշերը 3-4-ն է։ Եվ մեր բալիկը որոշել է չքնել, չէ՞ բալիկ։ Եվ հպարտ էր որոշում։ Մնացեք մեզ թե մեր հետ։ Ձեզ օգնել էլի մեզ հետ։ Մնացեք մեզ հետ։ Իսկ ես սոված եմ։ Իսկ ինչը պետք է անել այդ կապակցությամբ։ Ստեյք չուտենք։ Ինչ չդադեք ես ու կողնին ինչ-որ 5 շաբթին ու Սանդավիկը։ Եթե կնանամ ես բացը մարդն մեծ բան է։ Ահա։ Ապա։ Ladies and gentlemen, Անդրեկոտ։ Ուրեմն միացնում ենք սա։ Ինքը պիտի տակնա, նոր ես լցեմ ձեթը, իշքան գիտեմ։ Ուրեմն սրա վերակիչում լցենք oil, ձեթ, season-ն ենք, այսինքն պերեց, լավ, ենենք որ լավ եղնի, ճմախ, հարմը տեղ եղնի, մյուս կամն է սիրուն, ձեթը, դե ինչ-որ մարդ կա, որ կնա օքսած դեբիլնես իշկեն է, մոտ կոմենտների մեջ գրեք, թե նորմալ մարդիկ ինչեղ կենեն սիգես չիլեն, իսկական ստեյքի համար պետք է նաև ռոզմարին, որը ես հույս չունիմ, որ կգտնիմ։ Դե չեմ սխալվի ստեյքը կտնեն այսպես նայք։ 2.5 րոպե թողնենք սպես ես կոմով։ Եթե 2.5 րոպեն շատ սրամացիկ բարագոտ միշը հացունենք։ Կարակ կցենք, ուստեղ ռոզմարինը դիպցեի, բայց ռոզմարինի տեղը չիդեմ, ու եթե չեմ սխալվի, այս տարտն այս ժամանակ ենենք այս գործողությունը։ Այս իմ թվով որորդներվի երորդ կամ չորորդ ստեյքն է, միշտ վադ եմ սարկ է, նայենք ես անգամ ինչ եղավ։ Այս անգամ ռոդի թայմինգը լավ եմ բռնա, ես կսիրեմ, որ մեջը կարմիր կյանի, բայց քիչ կարմիր, ես կրեմ մեդիում։ Այն մարդիկ, ովքեր կմտածեն, որ ստեյքի մի սհում է ու այդ վտանգավոր է, ես լսել եմ, որ երբ որ դու ստեյքը կեպես, դա մեջն է կարմիր, իսկ բակտերիաները հենց վրան է, մսի ներսը բակտերիա չկա ու վնասակար չէ։ Անը բերենք նայենք ինչ եղավ։ Juicy։ Միսը պիտի 10 րոպե հանգստանա, եթե չեմ սխալվի, որովհետև ինքը այս, երբ որ դու դաժե կհանես, արդեն ափսեի մեջ կդնես, իր տաքությունը բարձր, ինքը այդ ընթացքում է կեպի, ինչև արդեն կհանգստանա, որ կնեք վայելեք։
Այս ինչ մոտ է, բայց այսի ուրիշ բան։ Ստեյկը ինքնին էսթետիկ տեսք չունի։ Սոկոլացի վրան ցախ փչացրեցի, պատճառով բերեցի կարմիր չորգինի։ Իմ կարծիքով չի ստացվում մոտս այն ինչ որ ես եմ ուզել։ Ես կուզեի կարմիր մեջ եղներ, լավ լավ կտեսնենք մի։ Արա, չէ, ված չի եղել։ Հա, նորմալ է եղել ստես։ Նա։ Ված չի եղել, չէ։ Քիչում կարմիր, այնց այս անգամ բաստոն ստացավ հենց այն ինչ որ ես կուզեի։ Մի սնակիչ լավ բողվի։ Այս անգամ շատ լավ եղավ։ Այս միս իրականում բարակոդ էր, դուր համար ես համոզված չէ, էլի, ստացվել է մոտս մեջը կարմիր թողնել, թե չէ, թվաց շատ թողեցի, շատ էպեցի, նա այ բարով տեսանք։ Շատ համով ստեյքից հետո պատմեմ իմ YouTube-յան մութ կողմերի մասին։ Երբ ես հլը շատ փոքր էի, դից 15 տարի առաջ ես նոր կծանոթանայի YouTube-ի հետ։ Ու մի հատ ալիք կար, անունը Nigga Higa։ Ուսպես վիդեոներ կնկարեր դեբիլ։ Ու իմ դուրս եկել էր, սկսեցի ես է նկարել։ Ու ես եմ 2011 թվին։ Ես եմ, ես։ Որակը շատ վատն է, որովհետև նկարված է աշխարհի ամենավատ վեբկամերայով։ Այդ դեբիլությունը իբր ինչ ես նկարել, որ դա երեխա է դա ստեյկը համավեր, վատ չէր, նորմալ էր։ Ու դուք մի քսեք լավ էստեղ են, բարա բե ես չեմ հասկանում, այս տարիների ընթացքում այս սաղ վիդեոները այսպես հերթով նկարել է, այսպես լուլիկը, տարբեր ժամանակներ, տարբեր վիդեոներ։ Իմ վիդեոներս համարյա հեշտմար չի նայ։ Բայց ես այդ process-ից միշտ հաճույք եմ ստացել։ Ու հիմա էլ առավոտ 6-ն է, ես սա գիշեր չեմ քնում, ես ուզում կոնտենտ ստեղծեմ։ Այս երևի ինչ որ չափով ինքնաարտահայտվելու միջոց է։ Ու ես մի գիտեք ումից եմ ոգեշնչված։ Եկեք ցույց տամ։ Այս գեյշ մարդուց։ Այս գեյշ մարդը Քեյսի Նեյստատն է։ Բուդիլնիկս կխփը 5:55-ը պիտի գործի էր տայի։ Գործի չենք այսօր։ Քեյսի Նեյստատը Կապրի Նյու Յորք ամերիկացի հրեա է։ Իր կյանքի մեծ մասն անցել է կոնտենտ ստեղծելով, ու նույնիսկ YouTube-ից առաջ ինքը կոնտենտ է ստեղծել, ու YouTube-ում ինքը ճանաչված է իր ամենօրյա վլոգներով։ Քեյսի Նեյստատ նկարել է 800 օր անխափան, ամեն օր վլոգներ։ Ես նկարել եմ 17-րդն է ես։ Ես Քեյսի Նեյստատից 100 level ծածր։ Այս մանկություն երազանքի արդեն նպատակ դարձած, իսկ մի երտամ ես է քնին, որովհետև ես չեմ քնը, իսկ երեխեք արդեն գնաց է քնել են։ Ջուլիա, մտքսես հենց նոր դոմադար սենյակու ինչ տեսար։ 4:15 գիշերային ժամով։ Ես մտնում եմ, հասա, կոկարդի կծա, երբ պոինտը։ Ես մտնում եմ խոհանոց ջուր խմելու եւ տեսնեմ ինչ։ Ընտանիքի կեսը արթուն խոհանոցում նստած։